Բարի եւ օրհնված օր, սիրելի հավատացյալ քրիստոնյա եղբայրներ եւ քույրեր ջան։ Ինչի համար եմ շեշտում հավատացյալներ, քրիստոնյաներ, որովհետեւ մի հարց եմ ուզում ուղղեմ այն մարդկանց, ովքեր որ հավատացյալ քրիստոնյաներ են եւ ոչ թե աթեիստներ, եւ ոչ թե ուրիշ կրոնի ներկայացուցիչներ։ Սիրելիներ, մի հրաշալի հասկացողություն կա, որ կոչվում է հումոր, կատակ, որը մեր կյանքի անբաժան մասնիկն է։ Եվ ես կուզեմ ձեզանից կարծիքներ լսեմ, իհարկե դուք կարող եք այդ կարծիքները գրել մեկնաբանություններով կամ երբ որ հանդիպենք բանավոր կերպով, ուզում եմ հասկանամ ձեզանից, կարծիքներ լսեմ, թե ոնց եք համատեղում հումորը, կատակը եւ քրիստոնեությունը, որքանով են համատեղելի այս երկու հասկացողությունները, մեր քրիստոնեական կյանքը եւ հումորը, կատակը։ Իհարկե ես որ խոսում եմ հումորի, կատակի մասին, բնականաբար չեմ խոսում ցենզուրայից, չափից, սահմաններից դուրս կատակների, որոնք հեղեղված են հայհոյանքներով եւ այլն, այլ մաքուր հումորի մասին է խոսքը։ Օրինակի համար ենթադրենք եկեղեցու բեմից, եկեղեցու պլատֆորմից հնչում են հումորներ, կատակներ, որոնք չափի եւ սահմանների մեջ են։ Ոնց եք դուք դրանց վերաբերվում։ Ուզում եմ որ դրա մասին, ասենք, աստվածաշնչյան խոսքեր գրեք կամ ինչ որ մի բան հեղեղեք կոմենտարիաների մեկնաբանությունների բաժինը։ Եվ ես ձեզանից իրապես հնարավոր է սովորելու բաներ ունենամ, որովհետև իրականում տարակարծիք են բոլոր քրիստոնյաները, մարդիկ կան մտածում են, որ եկեղեցու պլատֆորմը, բեմը դա միայն լուրջ բաների համար է, չի կարելի ընդհանրապես կատակ անել, հումոր անել, մյուսները մտածում են, որ չէ, ոնց կարա կատակը եւ հումորը չզբաղեցնի իր տեղը, իհարկե չափի սահմանների մեջ, դրա համար ես կուզեմ լսեմ ձեր կարծիքները։ Միգուցե ձեր մեջ նաև գտնվեն ծառայողներ, որոնք որ բեմից ծառայում են, խոսքի ծառայող են, շատ հետաքրքիր կլինի նաև լսել ձեր կարծիքը։ Հենց այնպես չեմ այս հարցը բարձրացնում, սիրելիներ, մտերմիկ շրջապատում այս հարցը բարձրացրել եմ, հետաքրքիր կարծիքներ, մեկնաբանություններ լսել եմ, բայց որոշեցի ավելի ընդլայնել այս հարցը, բերել համացանցային հարթակ ու շատ եղբայրներից, քույրերից, ծառայողներից լսել կարծիքներ ու մեկնաբանություններ։ Այնպես որ ակտիվ եղեք մեկնաբանություններում, գնացինք, Աստված օրհնի ձեզ։